Հայկական հողի շունչն ու ավանդույթների կանչը վարպետ Ռազմիկ Սահակյանի աշխատանքներում են։ Վարպետ Ռազմիկի 15 տարվա աշխատանքները հիշողության ձայնը խորագրով ցուցադրվում են Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում։ Իհարկե շատ սիրահարված եմ այս գործի մեջ, բայց շատ դժվար աշխատանք է եւ շատ աշխատասեր։ Երբ որ ես ցուցադրում եմ իմ ժողովրդին, ասում են պապ ես հասակում ոնց ես նստում այս գործը անում, որտեղ սեր կա մեջս, ունակություն կա։ Սկսեցի այս աշխատանքների կատարում ու տեսա սա ունի ինքնուրույն սիրունություն եւ բարդություն, ես ասեցի սկսեմ անել, որտեղ ես պրոֆեսիայով ֆուտբոլիստ եմ եղել, սպորտսմեն, եւ որ սկսեցի անել մեկը մյուսի հետևից, էլի հանգիստ չունեմ, ասում եմ չէ, պետք է գործ անեմ։ Փայտե աշխատանքներում օգտագործվել են Դիլիջանի անտառների ծառատեսակների փայտեր եւ հետեւաբար աշխատանքները նաեւ Դիլիջանի բնության արտացոլանքն են։ Թվով մոտ 30 աշխատանք այս պահին ցուցադրված է մեր թանգարանում, բայց դա ընդամենը մի փոքրիկ մասն է վարպետ Ռազմիկի աշխատանքների, իսկ աշխատանքների մեջ վարպետ Ռազմիկը փորձել է ոչ միայն մրգատու ծառեր կիրառել օգտագործել, այլ նաեւ այլ ծառատեսակներ, որոնք եւ աճում են եւ չեն աճում մեզ մոտ, դրսից բերված ծառատեսակներ էլ կան։ Իսկ ընդհանուր խորագիրը հիշողության ձայնը այս հիշարժան տարելիցի հետ կապված, կարծում եմ հենց տեղին էր, որ այսօր բացվի ցուցահանդեսը։ Պատմելով իր աշխատանքների մասին, վարպետ Ռազմիկը հավաստիացնում է, դեռ նոր գործեր ունի ներկայացնելու՝ հաղարծին, գոշավանք, ջուխտագվանք ու խաչապատկերներ։ Դրանք Դիլիջանի պատմությունն են։